Վերանորոգված 3 սենյականոց բնակարան գույքով Գորիսում։ Անշարժ գույքի վաճառքով ու վարձակալությամբ հայտնի կայքում այս տան վարձակալության արժեքը 120,000 դրամ է։ Նույնատիպ առաջարկները նույն հարթակում Կապանի դեպքում 230,000 դրամից են սկսվում։ 5 պետական շենքերում քաղաքի կենտրոնական հատվածներում ներկայությամբ 2-ից 2 կամ 3 սենյականոց բնակարանները արժեն մոտ 120-ից 180,000 դրամ, կապված արդեն իր հարկից, վիճակից եւ բնակարանի մակերեսից։ Ծայրամասերում ներկայապային դժվար է գտնել 70 կամ 80,000 դրամ սահմանում բնակարանները, բայց հենց ռեալ գները այդ գնային սահմանի մեջ պիտի լինի մինչև 120,000 դրամ, կապված արդեն տան վիճակից, դիրքից եւ տեղից։ Էլիտարներում բնականաբար ավելի թանկ է, ներկայապային ունենք մոտ 300,000 դրամ սահմանով 3 սենյականոց բնակարան։ Գորիսում եւ Սիսիանում անշարժ գույքի գործակալ գտնել մեզ չհաջողվեց։ Կապ հաստատեցինք Facebook-յան խմբերի կառավարիչների ու վարձակալությամբ բնակարաններ առաջարկող էջերի օգտատերերի հետ։ Մինչ խոսելը պնդեցին, իրենք բրոքեր չեն, գումար չեն աշխատում, ուղղակի օգնում են մարդկանց հայտարարություններ տեղադրելով։ Միջին գումարայինով 70,000-ից մինչև 120-130,000 դրամի մասին է խոսքի։ Ըստ տարբեր տեղերի, այսինքն քաղաքի ծայրամասային եւ կենտրոնական մասերում։ Եվ տան որակի, ոճի, դիզայնի, կոմունալ հարմարությունների հետ է կապված։ Տները սկսվում են 40,000-ից, բայց դա վերանորոգված տներ չեն, 40, 50, միգուցե նաև 60, բայց իրանք ոչ կահույք կա այնտեղ, ոչ էլ վերանորոգված է։ Լավ բնակարանները սկսվում են 100,000 եւ բարձր մինչեւ 150, 170։ Ջեռոցման համակարգով, կահույքով, ամեն ինչով, որ գնաս ու ապրես։ Մեղրիում եւս հայտարարությունների Facebook-յան խմբեր կան, բայց առաջարկ գտնելը չափազանց դժվար է։ Այս էջում եղած բոլոր հեռախոսահամարներին զանգահարեցինք։ Պարզվեց բնակարաններն արդեն հանձնել են։ Հարցրինք նաև գները 80, 100 մինչև 120,000 դրամ։ Գինը որոշում է բնակարանի տերը, ասում է անշարժ գույքի գործակալը, բայց մասնագետի հետ խորհրդակցելուց հետո փոփոխություն հաստատ լինում է։ Եթե իրականում գինը սովորական սահմանից թանկ է լինում, հիմնականում վարձով ապրողները ճիշտ նշեցիք, հիմնականում ուզում են էժան, իսկ տվողները թանկ։ Դա տենց է, իսկ եթե գինը հիմնական շատ շուկայական գներից բարձր լինում, գալիս ենք մի հատ համաձայնության, համեմատելով այլ տների հետ, շուկայական մնացած տների հետ, ոսկե միջինը գտնելու, էլի։ Ըստ անշարժ գույքի գործակալի Կապանին կից գյուղերում եւս մատչելի առաջարկ գտնելը դժվար է։ Այնպես որ Կապանում կամ Քաջարանում երկարաժամկետ վարձակալությամբ հարմարավետ տուն փնտրելիս առնվազն 150,000 դրամ նախատեսեք։ Ճոխ բնակարան գտնելու մտադրության դեպքում ավելացրեք եւս 100,000։ Տիգրանուհի Բադալյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։